Ողջույն բոլորին, հուսամ լավ եք, սիրելի յուղասերներ, այսօր նորից սկսում ենք նոր վլոգ, շաբաթվա վլոգը, որով ուզում եմ ձեզ ցույց տալ ինչպես է ընթանում կյանքը գյուղում եւ ինչ գործեր ենք անում։ Թռչուններին բաց եմ թողել, ճիշտ անպամած օր է, բայց եղանակը մեղմ է, ցուրտ չի եւ ուզում եմ այստեղ մի փոքր փորել, որպեսզի իրենք քուջուջանեն ու այսպես շատ բան չկա ուտելու հողամասում, արդեն ամբողջ այսպես մաքրել են, կանաչ խոտ ընդհանրապես մոլախոտ չկա, ամբողջը մաքրել են։ Նրանց մի փոքր փորեմ, այսպես ճիճուներ, անձրևորդեր կուտեն, այ հողամասը ցրտահեր կանենք։ Տիկ 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 տիկ։ Եթե ամեն օր հող եմ փորում, ճիշտ է քիչ եմ փորում, որտեվ ժամանակ էլ չկա, բայց սա հիմնականում անում եմ հավերի համար, որպեսզի անձրևորդեր են, սերմեր են, նոր ծլած խոտեր են, իրանք դրանից վիտամիններ են ստանում, բայց երկու օր նկատել եմ, որ հողը արդեն սառչում է։ Գիշերը լավ ցուրտ է անում, առավոտ էլ եղյամ էր տրել, արդեն մի քանի օր լավ եղյամ է դնում։ Ու այսպես մի կողմից հողն ենք փորում ցրտահերկի համար, մյուս կողմից էլ հավերին օգուտ։ Ճիշտ է, իրանք դեռ հողի մեջ քուջուջ են անում, թավալ են տալիս, բայց արդեն հողամասում էլ բան չկա իրանց ուտելու։ Ստիպված այսպես փորում ենք։ Ու այսպես նաև գարնան գործն ենք անում, որովհետև գարնանը երբ եղանակը տաքանում է, միանգամից աշխատանքները սկսում են, ու մենք ամբողջ գործը չենք հասցնի միանգամից անենք։ Դրա համար հիմա փորում ենք, իհարկե գարնանն էլ ենք փորելու, բայց արդեն գարնանը շատ փափուկ կլինի ու հեշտ կլինի։ Լավ կլիներ, որ ամբողջը հասցնենք, բայց ամեն դեպքում ուրիշ գործեր էլ կան, դրա հետևանքով ամբողջ հողամասը չեմ հասցրել դեռ փորեմ։ Ինչքան եղանակը թույլ կտա, կփորեմ, ինչքան էլ չէ, ոչինչ, դեռ գարուն կա, այն ժամանակ ավելի շատ ժամանակ կունենանք ու կհասցնենք։ Ինչ այսպես թռչունները իրենց ազատ զբոսանքն են վայելում, իսկ դա ձմռանը շատ կարևոր է իրանց համար, որպեսզի համ արևից օգտվեն, համ էլ այսպես քուջուջանեն հողերում, ոչիներից ազատվեն ու նաև քարեր են ուտում, ճիճուներ են ուտում, հողամասում մնացած մոլախոտի սերմերն են ուտում։ Ես այսօր ինչ եմ արել, այստեղ մի հատ հոնի նոր տնկած ծառ ունենք, այսպես ծածկել եմ, ցելոֆանով փակել եմ, որպեսզի ձմռանը չցրտահարվեն։ Ու մի հատ էստե թզի ծառ ունեմ, որը նախանցած տարի էի տնկել, ինքը ամանի մեջ էր, տեղափոխել էի արդեն հողամաս, բայց նախորդ ձմռանը ցուրտը տարել էր, այսպես տակից նորից շևեր տվել, դրա համար փակել եմ, էլի ցելոֆանով ծածկել եմ, այսպես հողով փակել եմ, որպեսզի գոնե այս տարի չցրտահարվի, տեսնենք մյուս տարի ինչ կլինի։ Այս այլ մեր պետրուշկան է, որը այս ցանցով ծածկել եմ, բայց ինքը չնայած գիշերը լավ ցուրտ է անում, այս տեսեք
ոնց է կանաչ, այսպես մնում է ու մենք օգտագործում ենք։ Սա ամբողջ ձմեռ չի ցրտահարվի, որովհետև մաղադանոսը ինքը ցրտադիմացկուն բույս է, եթե իհարկե իր վրա անմիջապես ձյուն չի գալիս։ Այսպես հողամասում այսպես տերևաթափ, ամբողջ ծառերը դատարկվել են տերևներից, ազատվել են միայն այսպես մորշենին է մնացել։ Ու սա երկար մինչև լավ ձյուն գալը իր վրա այս տերևները մնալու են։ Ոնց որ աշուն լինի։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ցույց տամ, ստե ժողովուրդ ջան, սխտորը տեսեք ոնց ենք պաշտպանում հավերից, որպեսզի քուջուր չանեն, այսենց սետկայով ծածկում ենք։ Իրանք ազատման են գալիս, բայց չեն կարողանում փորել եւ վնասել արդեն ծլած սխտորները։ Ծլած նկատի ունեմ արմատակալած սխտորները։ Միայն գառնանը արդեն երբ ծիլերը դուրս կգցի, արդեն հավերը պետքա բաց չթողնենք, որպեսզի չուտեն կանաչ սխտորները։ Այս հնդկահավերը 3-ն էլ ածում են, բայց այս մեկը անընդհատ նստում է գետնին, բայց իրանց այս տարի չեմ զուգավորելու, արու չկա ու նաև չեմ պատրաստում այս տարի իրանց ծվերից տնեմ։ Իմաստ չունի, ամեն տարի տնում եմ ու այսպես թերություններով են ծնվում ճտերը։ Այս տարի որոշել եմ մի 4-5 հատ արդեն ճտեր են վաճառում, այդ ճտերից կառնեմ, կփորձեմ արյունը փոխել։ Ահա տեսեք ինչով է կարևոր ձմռանը հավերին ազատ զբոսանքի բաց թողնելը, ասես չոր հողի մեջ իրանք թավալ են տալիս ու ազատվում են ոչիլներից, ճիշտ է, կացարանը սպիտակեցրել եմ կռով, իրանց էլ փոշի դեղ կա ցանել եմ, բայց ամեն դեպքում ոչիլներից իրանք իրանց այս ձևով են ազատում։ Սա նաև նպաստում է ձվատության բարձրացմանը, որովհետև հենց ոչիլներ են հայտնում իրանց վրա, իրանք ձվից կտրվում են։ Տեսեք ոնց են թավալ տալիս։ Փոքր հնդուշկեքից այս 3-ն է մնացել, այս երկուսը մնալու են։ Այս մի հատը փոքր է, չգիտեմ կապրի թե չէ, բայց նրանք, որոնք ոտքրները ծուռ էր, մորթել ենք, մնացել են այս 3 նորմալները, մեկը փոքր է, այն էլ որ մեծ լիներ, նա էլ կմորթեի, բայց իմաստ չունի։ Սրանք լավ են, արդեն կամաց հաճում են։ Նախորդ տեսանյութերում հարցնում եք մեկնաբանություններում ինչ եղան կապույտ եւ կանաչ ձվերի հետ, այս տարի ունենալու եմ թե չէ, ժողովուրդ ջան, հիմնականում մի քանի հատ ձու է տրել, որոնց ակլորներ են դուրս եկել, իսկ այդ ակլորներից մեկը հիվանդացավ, մորթեցի, մեկը նախորդ երբ բան չումայից վարակվել էին այդ ժամանակ սատկեց, իսկ դոխերից մենակ այս մեկն եմ կասկածում, որ այդ ծվերից է, տեսեք ինքը տարբերվում է իմ հավերից, բայց չի ածում, արդեն կատարը կարմրել է, տեսնենք, սպասենք, տեսնենք ճիշտ եմ թե չէ, մտածում եմ այսա կլինի արդեն կապույտ կամ կանաչ ձու, ինքը արդեն մոտ ժամանակներս կսկսի ածելը։ Տեսեք չափերով էլ է ինքը տարբերում ու ձևով էլ։ Իսկ բրահմաներից այս մեկն է, որ տեսեք այս մոխրագույնն է, որ ինքը չափերով լավ խոշոր հավա, դեռ չի ածում, այս էլ կսկսի ածելը։ 2 հատ էլ կան, սև եւ այ մեկը սա է, կարծեմ, եւ մյուսն էլ կարմիր, իրանք էլ են բրամայի խառնուրդ, բայց այս մեկի մոտ ավելի շատ է խառնուրդը, կարծում եմ բրամայի գեները ինքը ավելի շատ է ժառանգել, որովհետև չափերով մեծ է, իսկ ակլորները արդեն տեսնում եք, սա էլի ինչ-որ չափով ունի, իսկ մյուսը ավելի խոշոր է, տեսեք, սա մյուս բրամայի խառնուրդն է, որ այս պահին գերիշխող է հավերի մեջ, նույնիսկ մեկին անընդհատ հետը կռվում ու նեղացնում է, բայց սրա մեջ բրամայի խառնուրդը ավելի քիչ է, քան մյուսի, որտեղ մյուսը ինքը ավելի շատ բոյով է, բայց սա ավելի շատ չաղ է։ Տեսեք ինչ հպարտ ակլոր է։ Բոլորին ինքն է վերահսկում, տիրություն անում ու այն մեկը անընդհատ նեղվածի կարգավիճակում է։
Ժողովուրդ ջան, մինչև կարտոֆիլ եմ դրել հավերի համար կեփի, ուզում եմ այն սերմերը ցույց տամ, որը ալիքի հետևողներից, բաժանորդներից են ուղարկել, Դավիթը ահագին սերմերի տեսականի է այսպես ուղարկել։ Հիմա պատրաստում ենք, որպեսզի գարնանը լավ տեսականի ունենանք, այսպես Դավիթն էլ իր ներդրումը ունեցավ այդ տեսականին շատացնելու համար։ Տարբեր տեսակի սերմեր է ուղարկել, հիմա ռեհանի 4 տեսակ, երկուսը կանաչ, մեկը կապույտ, մեկը չար։ Այն սերմերը, որոնք կարծում եմ, որ հնարավոր է այդքան շատ տեսած չլինեք, այսպես ցույց կտամ։ Տեսեք, սա խառը ռեհանի սերմեր են։ Այստեղ երևի ծաղկի սերմ է, չէ, սա դդում է, որի կորիզները առանց կլեպ են, տեսեք, առանց կլեպի այսպես սիրուն դդումներ, տարիներ առաջ փորձել էի բազմացնել, սերմը առել էի, բայց այդպես էլ չծլեց, Դավիթը հուշեց, որ պետք է ծլելու գործընթացում մի փոքր քիչ ջրել, որպեսզի չնեխի, սրանք պամիդորներն են, երկար գծավոր, կարմիր լոլիկ, երկար կարմիր, նկարներն ուղարկել էր, տեսել էի, շատ սիրուն էր, դա ծաղիկ է, միջելոց ծաղկի այս տեսակից փորձել էի աճեցնել, բայց չստացվեց, այս էլ չերի մուգ գույնի, լոլիկ այլի, լոլիկ սև, սա որը գրած չի, երևի ծաղիկ է, սա շուտ եմ ստացել, փաթեթը նայել էի, շատ էի ուրախացել, ասեցի նաև ձեզ հետ կիսեմ, սա հավանաբար ծնեփեկն է, երկու տեսակ էլի ծնեփեք էր ուղարկել Դավիթը, կալեոսներն է, սա էլ շատ սիրուն բույսեր է, նաև իմիջիայլոց տանն էլ է աճում, տանը շատ սիրուն է լինում, սա հենց կարծում եմ արդեն ցանելու ժամանակն է, տանը կարելի է մի փոքր բզբզացած, որովհետև էլի ծնեփեք դեղին պամիդոր, մեխակի տեսականի է, էլի դրսում սիրուն ծաղիկներ կունենանք, չերի կարմիր, ծնեբեկը էլի ցույց տամ, ես էլ ունեմ ծնեբեկի թփեր, կհիշեք երևի, բայց չգիտեմ ինչի սերմից բերքից մի փոքր դժգոհ եմ, հավանաբար տեսակը սորտը լավը չի։ Սա էլ արդեն պատիճներով է։ Ու մեկ էլ ստեղ շատ սիրուն պղպեղներ եմ ստացել, ժողովուրդ ջան, նայեք։ Սա մի քիչ դրել էի, որ չորանար, բայց չի չորանում, հավանաբար պետք է բացեմ ու բացած չորացնեմ, ասեցի այսպես չորացնեմ, արդեն գարնանը կհանեմ պատիճներից կցանեմ։ Այս տեսակի պղպեղի թթու ես Արենիից էի գնել բանկայով, իմիջիայլոց շատ համով ու կծու թթու էր եւ այս տարի էլի փորձել եմ աճեցնել, սերմերը ծլեցին, բայց չաճեցին, տեղափոխել եմ տուն, տանը որ պետք է իբր ձմռանը աճեր, էդ էլ չորացավ։ Հիմա սա այսօր կհանեմ, արդեն կողքից նեխում է, չի չորանում, ու սերմերը հենց կչորացներ, ու սենց երկար չիլիներ, մեկ է տեսեք ինչ փոքր չիլիներ, կծու չիլիները, սրանք էլ չորացած է, բայց կառանձնացնեմ, կչորացնեմ, կհավաքեմ։ Դավիթին շատ շնորհակալություն սերմերի համար, անչափ ուրախ եմ, որ այս տեսականին ես այս տարի ցանելու եմ, ու նաև ձեզ ցույց եմ տալու։ Ժողովուրդ ջան, դրսի ծաղիկները չկան, բայց տան ծաղիկներն է սկսել զարմացնելը, ասեք ինչ հրաշք ձևով է ծաղկել մեր դեկաբրիստը, նույն դեկտեմբերիկը, այսինչ ամբողջը ծաղիկներ է, այս ծաղիկը տարեկան մի անգամ է ծաղկում, բայց շատ սիրուն է, արժե այս մի քանի օրվա հաճույքի համար իրան ամբողջ տարին խնամել,
Նայեք։ Ժորժ ջան, կարտոֆիլը եփեց, քանի տաքա, իրան հիմա կերակրենք թռչուններին, այսպես ճմրթել եմ ու ինչ ենք ավելացնում, այստեղ աղացած ցորենը։ Մի աման է սրանից ենք լցնում, մեկ էլ այս հենց ցորենի թեփա, ես էլ կարելի է մի կես աման էլ սրանից լցրած, ու մեկ էլ ինչ ենք ավելացնելու այստեղ, մի գթալ դրոշ, սովորական խմորի դրոշ է, իրան ձմռանը պետքա այսպես լցնենք, ավելացնենք գերին, որպեսզի ծվատությունն ավելանա։ Ինչ ենք անում, այսպես տրորելու ենք ու սրանով կերակրենք թռչուններին։ Սա շաբաթը 2-3 անգամ տալիս եմ, ինչու շատ չեմ տալիս, որովհետև հավերը իրենք պետքա շատ ցորեն, կարի, հացահատիկային կերեր ուտեն, կարտոֆիլը ճիշտ է լավ է, բայց շատ պետք չի չարաշահել։ Սա էլ մեր երեկոյան կերն է թռչունների, կերակրենք, նոր տեսնենք քանի ձուկ է, ձվերն էլ հավաքենք, իրանց համար այսօր տոն է, կարտոֆիլի օրը իրանք շատ են սիրում։ Նախընտրելի է հենց թեփային կերերը իրանց տալ առավոտյան, բայց այսօր երեկոյան ժամ ընկավ։ Այստեղ էլ կերակրենք, դժկեք ուտեմ, որովհետև հավերից վախենում եմ։ Կեր։ Վաղը իրանց մոտ պրոֆիլակտիկ օր է, պետքա մարգացովկայով ջուր տամ, կալիումի պերմանգանատը, ամիսը 1-2 անգամ այդպես ախտազերծում ենք, դեզինֆեկցիա ենք անում, որպեսզի ավելի առողջ լինեն։ Այստեղ էլի կրճատելու աքլորներ կան, այս երկուսը իրար մոտ կանգնած, իրանք էլ նոր տարուն կմորթենք, ու նաև հավերից եմ, ձեր հավերից եմ։ Այդ կրճատելու պրոցեսը իրանց մոտ Ժողովուրդ ջան ամբողջ տարին տևում է, այսինքն սովորաբար երբ նկատում եմ, որ հավերից որոշները ծերացել են, 2-3 տարի առավելագույնը իրանց արդեն մորթում ենք, որովհետև այդ դեպքում ձվատվությունն ընկնում է ու սկսում են վատացել, դրա համար այսպես պարբերաբար կրճատում ենք և արդեն երիտասարդները փոխարինում են մեծերին։ Ինչու, որովհետև ծեր հավերը սովորաբար ձվատվությունն ընկնում է, հետո եփելուց էլ շատ երկար ժամանակ է եփում ու միսը պինդ է լինում, դրա համար պետքա պարբերաբար իրանց կրճատել։ Այս մի սև հավը, որ ինքը 3-4 տարեկանից հաստատ շատ է, բայց չեմ կարող մորթել, որովհետև ինքը անընդհատ ածում է, դրա համար իր ածելու խաթր ինքը դեռևս հավանոցում է։ Ձվերն էլ հավաքենք ու անցնենք մնացած գործերին։ Այս բունը իրանք կեղտոտել են, այս անգամ էլ այս մեկում են ածում, տեսեք։ Այստեղ որ չընկնի։
2, 4, 6, 8, 8 էստեղ է, այս մի նոր եղել են ածում, այս ճտերը, որ սկսել են ածելը, մյուս կողմի վրա են ածում, մանր մեծ, տարբեր չափերի ձվեր են, տեսեք ինչ խոշոր ձու է, սա հաստատ մեծ հավերից են ածել և ոչ թե ճտերից, 12 ձու, այսօրվա բերքը, էլի վատ չի, բայց շատ լավ էլ չի, ինչու, որովհետև հավերի քանակը ինքը շատ է, իսկ ճտերի չաթերը դեռ նոր են սկսել ածելը, ամեն դեպքում էլի վատ արդյունք չի, այսքանը ժողովուրդ ջան, իսկ դուք լավ եղեք, մինչ նոր հանդիպում։